Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում իրավիճակը շարունակում է պայթունավտանգ մնալ, արձանագրում են լրագրողները, հետևելով տեղի ունեցող իրադարձություններին։ Գյուղի գերեզմանատանը վնասել են Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարը, ապա տեղի ունեցել թեժ վիճաբանություն։ Ոստիկանները միջամտել են ու կանխել են հետագա բախումները, ձերբակալվել է 5 հոգի։ Մամուլի տեղեկություններով սպանված համայնքապետի մտերիմները պահանջում են իրավապահներից Հայաստան վերադարձնել գործի հնարավոր կազմակերպիչներից մեկին, Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանին, որը սպանությունից օրեր առաջ լքել է երկիրը։ Առայժմ անհայտ է, թե որտեղ է գտնվում Ախտոյանը եւ ինչու իրավապահները քայլեր չեն ձեռնարկում նրան գտնելու ուղղությամբ։ Մերձավանում գերլարված է իրավիճակը այս տարվա փետրվարից, երբ Ախտոյանների տան դիմաց զինված հարձակման հետևանքով սպանվեց Գրիգոր Օհանյանը։ 9 ամիս անց սեպտեմբերի 23-ին սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը Կարեն Աբրահամյանը։ Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ սպանված Գրիգոր Օհանյանի եղբորը Նարեկ Օհանյանին եւ Գրիգոր Հարությունյանին։ Ըստ քննչական կոմիտեի Հարությունյանը խոստովանել է, որ սպանություն ինքն է կատարել, վրեժխնդիր լինելով իր ընկերոջ Գրիգոր Օհանյանի սպանության համար։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից ավելի քան 2 շաբաթ անց Փարաքար խոշորացված համայնքի ավականին ընտրել է նոր համայնքապետ։ 12 կողմձայնով Վալոդիա Գրիգորյանին կփոխարինի նրա թիմակից Միասնություն դաշինքի անդամ Օնիկ Ախվերդյանը։ Արտահերտ նիստի մեկնարկին Փարաքարի ավականին 1 րոպե լռությամբ հարգել է Վալոդիա Գրիգորյանի հիշատակը։ Օնիկ Ախվերդյանը մարտին կայացած ընտրություններում քվեաթերթիկում երկրորդն էր Վալոդիա Գրիգորյանից հետո։ Քաղաքացիական պայմանագիր եւ Դավիթ Մինասյան դաշինքները չեն մասնակցել ավականու արտահերտ Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Այս նույն հոդվածներով Ղուկասյանի հետ միասին ձերբակալվել էր նաեւ անհետ կորած զինվորի հայր Աբիջան Սարգսյանը։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Զինվորների հարազատներին ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի գործով, Պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդումների հիմքով։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները սեպտեմբերի 29-ին հավաքվել էին նախարարության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հետ։ Մի քանի ժամ սպասելուց հետո հանդիպումը տեղի էր ունեցել։ Վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումներ են գործադրվել։ Ոստիկանության բարեկային ծառայությունը փորձել է բերման ենթարկել քաղաքապետին պատկանող ավտոմեքենան։ Բարեկային ծառայության աշխատակիցները գործողությունները պատճառաբանել են մեքենայի տեխնիկական խնդիրներով եւ որ այն իրավունք չունի շահագործվել։ Ըստ նրանց մեքենան զրահապատ է եւ չի համապատասխանում շահագործման կանոններին։ Ոստիկանները պահանջել են ավտոմեքենան քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Հայաստանի վարչապետը շարունակում է Facebook-ի ակտիվ օգտատեր մնալ։ Նախ տեսանյութը հրապարակել բարի օր մաղթելով բոլորին, ապա հատիկ առ հատիկ հեշթեգով գրառում արել, հայտնելով համայնքային սեփականության իրավունքի վերականգնման մասին։ Գրառման համաձայն վերականգնվել է Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականության իրավունքը Հովտաշատ բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ։ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության առաջիկայում սպասվող գործողությունների մասին լուրերի ֆոնին բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Facebook-ի իր հայալեզու էջում արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական արշավ են մղում հայ առաքելական եկեղեցու դեմ, իրախավորելով նրա առաջնորդներին ու հետևորդներին անհիմն մեղադրանքներով։ Ամստերդամը կոչ արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այս քաղաքական եւ հանրային վարկաբեկմանը։ Հեղինակավոր փաստաբանը ներկայացրել է 3 հիմնական կետ, որոնք փաստում են եկեղեցու դեմ տարվող հարձակման մասին։ Ըստ նրա, եկեղեցու եւ առաջնորդների նկատմամբ իրականացվում են գործեր ու քննություններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։ Կառավարության որոշ պաշտոնյաներ սկսել են քարոզարշավ հանրության աչքում կասկածի տակ դնելու համար եկեղեցու հեղինակությունը։ Այս գործողությունները վտանգում են հավատացյալների հիմնարար իրավունքները եւ խախտում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական չափանիշները, գրել է փաստաբանը։ Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հիշեցրել է Բաքվի նախապայմանների մասին հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար։ Ջեյրուն Բայրամովն ասել է, որ Հայաստանը պետք է իր սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները։ Այս մասին նա խոսել է թուրքական պետությունների կազմակերպության հավաքի ժամանակ, որն այս տարի տեղի է ունենում Ադրբեջանում։ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Քոչարյանն ասել է, որ այս պահին դեռ որոշում չունեն, թե ինչ ձևաչափով են
մասնակցելու ընտրություններին, սակայն նրա խոսքով իրենց նախընտրական ցուցակը կգլխավորի այն տեխնացուն, որը սոցիոլոգիական հարցումների համաձայն կունենա առավելագույն շանսեր։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն, Քոչարյանը համարում է մեջբերում Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի, եթե ընդդիմությունը սխալներ չգործի։ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից Միացյալ Նահանգները ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստաթի վերահսկողության հնարավորություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նոբելյան մրցանակի ներկայացում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ստորագրված փաստաթղթերով Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում, ինչպես նաև 907-րդ բանաձևի չեղարկում։ Հարց. Ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն խնդիրներ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովուրդը։ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Այնտեղ եղել է սեղան, աթոռ, նկար, դրոշկար եւ Փաշինյան կար։ Հայաստանի վարչապետը նույնպես հետևել է հանրապետության երկրորդ նախագահի ասուլիսին եւ դրա գրեթե ավարտին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում կարճ հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, մեջբերում. Դուք երայկով ասեք, բանավեճի գալու եք թե ոչ։ Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայաններում վերացվել են թռիչքների եւ վայրեջքների սահմանափակումները, այս մասին հայտնել է Ռուսավիացիան։ Սահմանափակումները կիրառվել են հոկտեմբերի 5-ի գիշերը, երբ Սևծովի վրա ռուսական ուժերը ոչնչացրել են տասնյակ անօդաչու թռչող սարքեր։ Իդեպ անցած գիշեր նույնպես ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Դաշնության տարածքում ոչնչացրել են 184 ուկրաինական անօդաչուներ, միջակ շրջաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մեջբերում, ինչ որ իմաստով որոշում է ընդունել Ուկրաինային Տոմահավք հեռահար հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ որոշում է ընդունել Թրամփը, սակայն հայտնել է, որ ցանկանում է իմանալ հատկապես ինչի համար են օգտագործվելու հրթիռները։ Ես ուզում եմ իմանալ, թե ուր են դրանք ուղարկելու։ Կարծում եմ, ես այդ հարցը պետք է տամ, ասել է նա։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու որոշում կայացնելիս փորձում է խուսափել հակամարտության էսկալացիայից։ Ես չեմ ձգտում սրել իրավիճակը, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ուկրաինան բացահայտ հայտարարել է, որ ամերիկյան հեռահրթիռներն իրեն պետք են Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ վերջ կդրվի ռուսական-ամերիկյան հարաբերություններին, եթե Թրամփը որոշի Ուկրաինային տրամադրել հեռահար հրթիռներ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանի հետ պատերազմյան վերականգնման համար Արևմուտքը պետք է պատասխանատվություն ստանձնի։ Աֆղանստանի հարցով Մոսկովյան 7-րդ խորհրդակցությունների ժամանակ Դաշնության գլխավոր դիվանագետը նշել է, որ Արևմուտքի գործողությունները Աֆղանստանի դեմ, այդ թվում ֆինանսական ակտիվների սառեցումն ու բանկային ոլորտի սահմանափակումները շարունակում են լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար։ Լավրովը նաև շեշտել է, որ անընդունելի է երրորդ պետության ռազմական ներկայությունը Աֆղանստանի տարածքում։ Դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման եւ նոր հակամարտությունների, նկատել է Լավրովը։ Աֆղանստանի հարցով ամենամյա քննարկմանը, որին ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Қырғызստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հատուկ ներկայացուցիչները, այս տարի առաջին անգամ միացել են նաեւ Աֆղանստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ։ Աֆղանստանը 2021 թվականի օգոստոսից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ղեկավարում է Թալիբան շարժումը։ Վաղ առավոտից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան պատել է խիտ մառախուղով։ Ռուսական մեգապոլիսում ճանապարհների տեսանելիությունը վտանգավոր ցածր մակարդակի վրա է։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորել է միացնել մեքենաների հակամառախուղային լույսերը եւ խուսափել կտրուկ շրջադարձերից։ Հետիոտներին խորհուրդ է տրվել հագուստի վրա կրել լույսն անդրադարձնող տարրեր, զգուշությամբ անցնել ճանապարհը։ Հայաստանի իշխանությունը հետքայլ է անում եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջից, արձանագրել է վերլուծաբանները, կարդալով քաղաքացիական պայմանագրի նոր օրենսդրական նախագիծը, որը սահմանում է, եթե քաղաքացին համարում է, որ Պեկին տեսանելի եկամուտներից բացի այլ եկամուտ չունի, կարող է չլրացնել հայտարարագիր։
Երևանի Զվարթնոց օդանավակայանը նոր տերմինալ կունենա։ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարիների ընթացքում $500 միլիոն ներդրում անել նոր տերմինալի կառուցման համար։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։ Տնօրենը մանրամասնել է, որ վերջին 2 տարում օդակայանի ուղևորահոսքի աճը գերազանցել է կանխատեսումները, հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Քանի որ գործող տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-ից 4 միլիոն ուղևոր սպասարկելու համար, եղած հզորություններն արդեն բավարար չեն։ Նոր տերմինալի կառուցմամբ նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի, կկրկնապատկվեն ժամանման սրահները, ներգաղթային եւ մաքսային գոտիները, կկառուցվեն ժամանակակից սրահներ եւ կընդլայնվեն կայանատեղիները, ինչպես նաեւ կբարելավի տրանսպորտային հաղորդակցությունը ուղևորների համար։